Վերջին ուսուցիչը։ Հա, վերջին ուսուցիչը առաջինն էր այս տարի, Վարդգես Պետրոսյանի վիպակի մոտիվներով եւ Անահիտ Աղասարյանի հրաշալի, կարելի ասել, միջամտություններով սցենարային։ Ինչ ազդեցություն ունեցավ վերջին ուսուցիչը հանդիսատեսի վրա, որովհետև թվում էր թե Վարդգես Պետրոսյանի այդ ռոմանտիկական, հայրենասիրական ուղղվածությունը անցել է հետին պլան, թվում է թե ժամանակակից աշխարհում հայը լրիվ ուրիշ կարիքներ ու պահանջներ ունի։ Ինձ մի քիչ դժվար է հիմա ասել, թե ինչ ազդեցություն եղավ, որովհետև կստացվի գլուխ գովալ։ Չէ, հանգիստ ասա, ես կավելացնեմ։ Չէ, ես մենակ կարող եմ ասել, որ ինձ համար շատ կարևոր էր հաջողությունը վերջին ուսուցչի, որովհետև երկար տարիներ ես փորձում էի հեռուստատեսություններին, մնացածին ասել, եկեք սենց գործ անենք, պահանջը գուցե դա չի այն ինչ որ դուք անդադ գործարանի պես թխում արտադրում եք, կարող է ուրիշ բաներ են այս մարդիկ հավանում։ Սերիալային նկատի չլինի, դասականը չլինի, եկեք փորձենք, չէ, այդ ռեյտինգ չի բերի, բրատ, չգիտեմ, եսի մի ինչ է, ես կոմենտ այս բաներ։ Ու այս վերջին ուսուցչի հաջողությունից հետո ինձ համար ինքը փոքրիկ անձնական հաղթանակ էր, որովհետև այդքան մեծ արձագանք ու այդքան նամակներ, որ ես եմ ստացել, երևի ինչքան տարվա մեջ։ Խոր, իսկ բացի նյութից, որը լավն է, բացի Անահիտ Աղասարյանի շատ լավ միջամտությունից, բացի բուն երևույթից, որը էլի շատ գովելի է, արդյոք քո մասնակցությունը չէր առաջնայինը եւ այդ ֆիլմի նկատմամբ յուրահատուկ վերաբերմունքը քեզնով չէր նաեւ պայմանավորված։ Չի ասի։ Հարցս ռետորական էր, պատասխանի։ Չի ասի, մենք բոլորն էլ հավասար իրար աշխատել են, ես շատ ուրախ էի իմ 12-ի դասարանի հետ աշխատելու, որովհետև ինստիտուտը ավարտած, դեռ չնկարահանված ոչ միտեղ, բայց շատ աշխատասեր, շատ հետաքրքիր աղջիկներ ու տղերք էին, որոնք արդեն կարծում եմ փորձ ունեն ու կարելի է իրանցից մեծ բաներ սպասել։